Սիրելիներս, մենք ապրում ենք աշխարհի վերջին օրերի վերջին վայրկյաներում։ Տեր Հիսուս Քրիստոսը, Տերերի Տերը եւ Թագավորած Թագավորը շուտով վերադառնում է։ Մեր Տեր Աստվածը, Որդին Հայր Աստծու, մեր Փրկիչը վերադառնում է։ Մեզանից շատերն այդ մասին նոր են իմացել։ Շատերը չգիտեն, շատերը լսել են ու չեն հավատում։ Ոմանք էլ գիտեն, վստահ են, որ գալիս է Տերը եւ սպասում են։ Աստվածաշնչում գրված է, որ Տեր Հիսուս Քրիստոսը վերադառնալու է եւ գրված է նաեւ բոլոր նշանների մասին, որոնք պետք է լինեն երկրի վրա եւ երկնքում նախքան Տիրոջ գալուստը։ Նշանների մասին չի, որ ես ուզում եմ հիմա խոսել, այլ ուզում եմ խոսել մեր մասին, մարդկանց մասին։ Ուրեմն համաշխարհային մասշտաբով ողջ աշխարհում, թե ինտերնետային հարթակներով, թե կենթանի ծառայությամբ հազարավոր քրիստոնյաներ խոսում են այն մասին, որ Տեր Հիսուս Քրիստոսը վերադառնում է, որպեսզի քրիստոնյաները արթուն կենան, զարթուն լինեն։ Ողջ աշխարհում ինտերնետի օգնությամբ եւ իհարկե կենթանի քարոզչությամբ արագ տարածվում է բարի լուրը։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհած փրկության մասին, Աստծո արքայության մասին լուրը քարոզվում է Աստվածաշունչը, Ավետարանը եւ խոսվում է Տիրոջ գալստյան վերադարձի մասին։ Որովհետև Տիրոջ գալուստը շատ մոտ է եւ շատ քրիստոնյաներ, ովքեր խոսում են Տեր Հիսուսի եկեղեցու հափշտակության մասին, նրանք չեն ընդունվում, չեն հասկացվում շատ դեպքերում, սակայն դա չի կարևոր, պետք է շարունակենք խոսել, չնայենք թե մարդիկ կծաղրեն կամ չեն հասկանա, անկախ նրանից թե մարդիկ ինչ արձագանք են տալիս, մենք պետք է խոսենք Տիրոջ գալստյան մասին եւ խոսենք Տիրոջ արյան մասին, որ նրա արյամբ մենք փրկված ենք եւ յուրաքանչյուրս կարող ենք ազատ լինել մեր մեղքերից եւ մահից Հիսուսի արյան շնորհիվ։ Շարունակեք խոսել, ինչքան էլ որ կընկճվեք, կթուլանաք, կհոգնեք, կնեղվեք, միևնույն է, Տիրոջ օգնությամբ ուժ հավաքեք եւ խոսեք Տեր Հիսուս Քրիստոսի մասին, որովհետեւ ժամանակ չկա, որովհետեւ պետք է յուրաքանչյուր մարդ աշխարհի վրա լսի Տեր Հիսուս Քրիստոսի մասին, փրկության մասին։ Նաև ուզում եմ ասել, որ ինտերնետային հարթակները Աստված Սուրբ Հոգին օգտագործում է, որպեսզի շատ արագ տարածվի լուրը, ավետարանը, որպեսզի նաև շատ մարդիկ իմանան, որ Տիրոջ երկրորդ գալուստը շատ մոտ է, որ աշխարհի վերջին օրերի վերջին վայրկյաններն, ակնթարթներն ենք ապրում եւ կատարվում են աստվածաշնչյան մարգարեությունները, ընդունենք, որ հենց ինտերնետային հարթակների միջոցով շատ մարդիկ, ովքեր աստվածաշունչ չեն կարդացել, ինտերնետի միջոցով նրանք լսում են Աստծո խոսքը, Սուրբ Հոգին դիպչում է նրանց սրտերին։ Շատ-շատերը դարձի են գալիս։ Փառք մեր Տիրոջը, փառք քեզ իմ Տեր Աստված։ Մենք ինչպես որ կարող ենք, պետք է մոտենանք մարդկանց, նրանց հայտնենք, Աստծո մասին խոսենք, կարող ես փողոցում մոտենալ, կարող ես քո հարևանին մոտենալ, կարող ես ինտերնետային հարթակներում գրառումներ անել, Աստծո մասին գրել եւ այլն։ Այսինքն պետք է օգտագործենք հնարավոր միջոցները, որոնք Աստծո կամքով են, որպեսզի մարդկանց հետ խոսենք Աստծո մասին, որպեսզի մարդիկ դարձի գան ապաշխարեն եւ ընդունեն իրենց Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին եւ ուղղակի աշխարհին նայելով պիտի հասկանանք, պիտի տեսնենք, որ իրոք բոլոր մարգարեությունները հերթականությամբ կատարվում են եւ վախենալի է եւ ոչ, որովհետեւ այն մարդիկ, ովքեր պատկանում են Հիսուս Քրիստոսին, նրանք չեն վախենում, որովհետեւ իրենց փրկությունը ընդունել են, Տիրոջ արյամբ տրված փրկությունը ընդունել են ու ունեն Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, ընդունել են իրենց Փրկչին եւ ամբողջ հույսը, հավատը, վստահությունը Տիրոջ վրա է, նրանք գիտեն, որ կարևորը իրենց Տիրոջ հետ են եւ իրենց Տիրոջ հետ են լինելու հավերժ, բայց այն մարդիկ, ովքեր չեն պատկանում Հիսուս Քրիստոսին, ովքեր չեն ընդունել Հիսուս Քրիստոսին որպես իրենց Տեր ու Փրկիչ, այն նրանց համար շատ վախենալի է։ Դրա համար մենք մեզանից յուրաքանչյուրը ունի Աստված, ունի Փրկիչ, ունի փրկություն, բայց պիտի ընդունենք Աստծո կամքն է, որ փրկվի մեզանից յուրաքանչյուրը, բայց նաեւ մեր կամքն է պետք, որովհետեւ Աստված տիպողաբար կամ համոզելով չի գալիս քո կյանք։ Դու պիտի ընդունես Տեր Աստծուն, ընդունեք ձեր փրկությունը Տեր Հիսուս Քրիստոսով, սիրելիներս, ապաշխարեք։ Եթե չգիտեք ապաշխարել ինչ է նշանակում, ժամանակին ես էլ չեմ իմացել այդ բառը, ես կասկածում էի ապաշխարել ինչ է նշանակում, ես ամաչում էի հարցնել,
Ապաշխարեք, այսինքն ձեր մեղքերի ներում խնդրեք Տիրոջից, Աստծուց, թողություն խնդրեք եւ մեջքով դարձեք մեղքերին։ Դարձեք դեպի Աստված։ Հետ կանգնեք ձեր մեղքերից, նայեք Աստծուն։ Աստծով եղեք, Աստծու կամքի մեջ ապրեք։ Փառք քեզ իմ Տեր Աստված, փառք քեզ իմ Տեր Աստված, շնորհակալ եմ քեզ փրկության համար, որ տվել ես յուրաքանչյուրիս։ Ապաշխարեք հենց հիմա, հենց այսօր, որովհետև չգիտենք հաջորդ պահին ինչ կլինի մեզանից յուրաքանչյուրի հետ, բայց եթե դու հենց հիմա ընդունում ես քո Տեր Հիսուս Քրիստոսին, դու ընդունում ես հավիտենական կյանքը։ Եվ դու ազատվում ես, փրկվում ես մահից եւ դժոխքից։ Ֆիզիկական մահից հետո քո հոգին չի գնա դժոխք, այլ կգնա դրախտ։ Եվ դու, երբ լինի մեռելների հարություն, դու կվերստանաս քո մարմինը, բայց արդեն երկնային մարմին։ Այսինքն նա ով ընդունում է Հիսուս Քրիստոսին, նա ընդունում է կյանքը եւ նա երբեք չի մահանում։ Փառք քեզ իմ Տեր Աստված, փառք քեզ իմ Տեր Հիսուս Քրիստոս, փառք քեզ իմ Սուրբ Հոգի։